Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք մսային միջուկ հավի մսով, որը կարող եք օգտագործել կարկանդակների, նրբաբլիթների և ռուլետները լցոնելու համար։ Նախապես պետք է հավի միսը եփենք, կարող եք առաջին եռման ջուրը թափել, հետո նորից ջուր ավելացնել և թողնել կրկին եռա։ Եռալու ընթացքում անպայման հավաքում ենք վրայի փրփուրը, քափը պարտադիր քաշում ենք, այնուհետև պետք է ավելացնենք համեմունքներ։ Մի փոքր եփվելուց հետո, երբ որ քափը քաշում ենք, ավելացնում ենք 1 գլուխ սոխ, 3 պատճ սխտոր, 1 մեծ չափի գազար և նաև ավելացնում ենք 4 փոքր չափի դափնու տերև և 1 թեյի գդալ սև հատիկավոր պղպեղ։ Այնուհետև ավելացնում եմ 1 ճաշի գդալ աղ, աղն այնքան ավելացրեք, ինչքան ձեր քիմքին է հաճելի և եփում ենք այնքան ժամանակ, մինչև որ լավ եփված կլինի հավի միսը։ Թավան նախապես տաքացնում ենք, ավելացնում ենք 30 մլ բուսայուղ, կարող եք կարագ ավելացնել, ավելացնում ենք այնուհետև 1 գլուխ սոխ և կտապակենք սոխը այնքան ժամանակ, մինչև որ կստանա վարդագույն երանգ։ Այնուհետև ավելացնում ենք 2 միջին չափի գազար քերիչով անցկացրած վիճակով։ Կտապակենք մի փոքր, այնքան կտապակենք, մինչև որ կտեսնենք, որ գազարը լավ եփված է։ Եփվելու ընթացքում անպայման փակում ենք կափարիչով, այս դեպքում ավելի արագ է եփվում, երբ որ կափարիչը դնում ենք և չենք մոռանում ընթացքում խառնելու մասին։ Արդեն իսկ հավի միսը ոսկորներից անջատեցի և ավելացրեցի գազարին ու սոխին։ Միասին կտապակենք 3-ից 5 րոպե, կրկին կարող եք կափարիչը դնել, այնուհետև տապակել։ Վերջում ավելացնում ենք 1 թեյի գդալ սև պղպեղ, 1 թեյի գդալ աղ, ինչպես արդեն նկատեցիք, եփվելու ընթացքում 1 ճաշի գդալ աղ արդեն իսկ ավելացրել էի հավի մսին, դրա համար հիմա ավելացրեցի 1 թեյի գդալ, ավելացրեք այնքան, ինչքան դուք եք ցանկանում և ձեր քիմքին հաճելի է։ Ավելացնում եմ մաղադանոց և համեմ կտրտած և կխառնենք ու պատրաստ կլինի մեր մսային միջուկը լցոնելու։ Շատ համեղ է ստացվում այս տարբերակով, անպայման փորձեք, ունեմ նաև տավարի մսով տարբերակը, թե ինչպես պատրաստել մսային միջուկ, որ լինի շատ համեղ և հյութեղ, մեկնաբանությունների դաշտում ես հղումները կտեղադրեմ։ Հիմա տեսեք, լցոնելու եմ նրբաբլիթները, նաև նրբաբլիթների պատրաստման եղանակը ունեմ իմ ալիքում, վերջերս եմ տեղադրել, շատ համեղ, կարելի է ասել համեղագույն նրբաբլիթների պատրաստման եղանակը։ Այդ հղումը նույնպես կդնեմ ներքևում, կարող եք սեղմել ներքևի հղմանը և դիտել տեսանյութը նրբաբլիթների պատրաստման։ Էլաստիկ, շատ համեղ և չպատռվող նրբաբլիթներ են ստացվում այդ տարբերակով։ Ահա և սիրելիներս, այս մսային միջուկը օգտագործեցի նրբաբլիթների համար, շատ հաճախ պատրաստում եմ նաև ռուլետներ այս նույն միջոկով և նաև կարկանդակների մեջ եմ լցոնում։ Սիրելիներս, շնորհակալություն, որ դիտում եք իմ տեսանյութերը, եթե հավանեցիք այս տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք և եթե առաջին անգամ եք իմ ալիքում, խնդրում եմ բաժանորդագրվեք և նաև սեղմեք զանգակոճակին, որպեսզի ստանաք ծանուցում իմ նոր տեսանյութերի։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։